Ողջունում եմ բոլորիդ սիրելիներ, ուրախ եմ, որ ևս մեկ առիթ ունենք Տիրոջ առաջ գալու, փառաբանությամբ, մեծարանքով, աղոթքով, ու այսօրվա օրը, որ Տերը տվել է որպեսզի ցնծանք եւ ուրախանանք, ինչու որտեվ սա ևս մեկ առիթ է իրեն փառք տալու, հիշելու այն ամեն ինչ որ արել է խաչի վրա և տեսնելով իր մեծությունը փառավորել իր սուրբ անունը։ Մեր կյանքի նպատակն է մեր ողջ կյանքով, ողջ էությամբ, ողջ ընթացքով Տիրոջը փառավորել և անել այն ամեն ինչ որ Տերը կկամենա, որովհետև միայն այդ ժամանակ է, որ կկարողանանք Տիրոջը փառավորել։ Հակառակ դեպքում, երբ որ անում ենք այն ինչ որ մենք ենք ցանկանում, այդ ժամանակ Տերը չի փառավորվում։ Բայց մեր նպատակն է ճանաչելով Տիրոջ կամքը անել այնպես, ինչպես որ նա է ցանկանում, որպեսզի նա փառավորվի։ Եվ դրա համար կարևոր է, որ Աստծո խոսքը իմանանք։ Սա մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Եթե որևիցե մեկ Աստծո խոսքը չի ճանաչում, չի կարող վարվի այնպես, որը որ Տիրոջը փառք կբերի։ Եվ դրա համար պաշտամունքի կարևորագույն մասերից մեկը նաև սա է, որ ուզում ենք ճանաչել Տիրոջ կամքը, որպեսզի Տիրոջ կամքը ճանաչելով ճանաչենք մեր Տիրոջը, ճանաչենք ինքներս մեզ և ճանաչենք այն կամքը, որի հիման վրա Տերն ուզում է, որ մենք շարժվենք։ Սա վերաբերվում է բոլոր բնագավառներին, սկսված եկեղեցու ծառայությունների շրջանակում, ընտանիքում, համայնքում, պետությունում, ամեն բնագավառում։ Հետևաբար, որպես քրիստոնյաներ, որպես եկեղեցի, պետք է միշտ փափագ ունենանք ու ձգտենք Աստծո խոսքը ել ավելի ճանաչելու, Տիրոջը ճանաչելու, իրեն փառավորելու։ Ուրախ եմ շատ նոր դեմքեր տեսնելու, ուրախ եմ նաև նրանց, ովքեր որ երկար ժամանակ չկային, բայց այսօր նորից այցելել են, թող Տերը օրհնի բոլորիդ ու այսօր խոսի ամեն մեկի սրտի հետ։ Այսօր շարունակելու ենք Մատթեոսի ավետարանի սերտողությունը, եթե կհիշեք, հասել ենք արդեն 3-րդ գլխին և ընթերցելու ենք 3-րդ գլուխ 7-ից 12 համարները։ Այսօր խոսելու ենք ճշմարիտ դարձի մասին, ճշմարիտ ապաշխարության մասին։ Ինչի համար է կարևոր, որովհետև նորից մի պահ կար ընդհանրապես, երբ որ նոր շարժումը սկսվեց, բացվեցին դռները Հայաստանում ավետարանի քարոզության համար, շատ քարոզիչներ էին գալիս տարբեր երկրներից և ավետարանն էին քարոզում։ Բայց շատ դեպքերում այդ ավետարանի քարոզի շրջանակներում մարդիկ կարծես թվի հետևից էին ընկած։ Ինչ նկատի ունեմ, որ ներկայացում էին օրինակ համար այսինչ միսիոները եկավ ավետարանեց ու այսքան մարդ ապաշխարության աղոթքն արեց, դարձ ապրեց ու թիվ էին ներկայացնում։ Ու երբ որ փորձենք այդ բոլոր թվերը համադրենք, այսինքն այդ տարիների ընթացքում, թե այստեղ, թե Սովետ միության շրջանակում, պետք է որ արդեն Հայաստանը շատ շուտվանից 50%-ից ավել փրկված լինեին։ Բայց խնդիրն ինչումն էր, որ շատ դեպքերում մարդիկ կարծես թե էմոցիոնալ դաշտի վրա կամ այլ ինչ-որ բաներից ելնելով, կարծես թե ապաշխարեցին, կարծես թե Քրիստոսինն են, բայց իրականում Քրիստոսինը չեն, իրականում Տիրոջինը չեն։ Եվ նման մի իրավիճակում ենք նաև տեսնելու ականատես լինելու այստեղ, երբ որ կկարդանք Մատթեոսի 3-րդ գլուխ 7-ից 12 համարները։ Բայց մինչև այդ մի պատմություն եմ ուզում պատմեմ։ Մի հայտնի քարոզիչ նորից ավետարանը քարոզելով բոլորի առաջ ծառայությունն անելուց ավարտելուց հետո, երբ որ արդեն գնում էր դեպի տուն, մի հարբած մեկն էր պարկած ճանապարհին, եւ երբ որ այս քարոզչին տեսավ, ճանաչեց, ասեց, գիտես ինչ, հովիվ, մի քանի օր առաջ ես քո խոսքին հավատացի ու տես դարձի եմ եկել, ես էլ եմ ապաշխարել, ու այդ հովիվը նայեց, ասեց, տեսնում եմ, որ իմ խոսքին ես հավատացել, այլ ոչ թե Աստծո խոսքին։ Գիտեք, շատ դեպքերում մարդիկ կարծես էմոցիոնալ
մղումներով ելնելով, լսելով, որ փրկություն կա, չուզենալով գնալ դժոխք, մարդիկ կարծես ապաշխարել են, դարձի են եկել, հավատացել են, բայց այնից ճշմարտապես դարձ ապաշխարություն չեն ապրել։ Ինչի որտեվ ճշմարիտ դարձ ապաշխարությունը երևալու է ոչ միայն ներքին փոփոխությամբ, այլ նաև արտահայտվելու արտաքինով։ Եվ այսօր խոսելու ենք հենց ճշմարիտ դարձի մասին։ Եկեք բացենք Մատթեոսի ավետարան 3-րդ գլուխ, ընթերցելու ենք 7-ից 12 համարները։ Եթե ձեզ հետ ունեք ձեր սուրբ գրքերը, խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան 3-րդ գլուխ, կընթերցենք 7-ից 12 համարները։ Երբ Հովանեսը տեսավ, որ փարիսեցիներից և սադուկեցիներից շատերը եկել էին իր մոտ մկրտությունը տեսնելու, նրանց ասաց. «Իժի ծնունդներ, ով ձեզ զգուշացրեց փախչել գարիք բարկությունից, ապաշխարության արժանի արդյունք տվեք, և մի փորձեք ինքներդ ձեզ ասել, մենք որպես հայր ունենք Աբրահամին, որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված Աբրահամի համար կարող է նաև այս քարերից էլ որդիներ ստեղծել։ Կացինը արդեն ծառերի արմատին է մոտեցել, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ է գցվում։ Ես ձեզ մկրտում եմ ջրով ապաշխարության համար, բայց նա, ով գալիս է իմ ետևից, ինձանից զորավոր է։ Ես արժանի չեմ անգամ նրա կոշիկները բռնելու, նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու հրով։ Հոսելին նրա շտեմարանի մեջ կհավաքի, իսկ հարդը կայրի անշեջ հրով»։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս այսօրվա համար։ Աղոթում ենք ով Հայր, որ օգնես, որ այն ամեն ինչ որ կկարդանք, այն ամեն ինչ որ կխոսենք, Տեր Աստված, թող ամեն ինչի մեջ քո փառքը լինի, Տեր Աստված։ Թող որ քո կամքդ հայտնի լինի ամեն մեկիս, Տեր, եւ ճշմարտապես գանք քո առաջ դարձով ապաշխարությամբ։ Այն դարձով, այն ապաշխարությամբ, որ ընդունելի է։ Այցելիր մեզ Սուրբ Հոգով, Տեր Աստված, եւ վերստին ծնունդ տուր, Տեր, եթե մինչեւ հիմա դեռ քոնը չենք, քո զավակը չենք, Տեր։ Ու ամեն ինչի մեջ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Գիտեք, եթե հիշում եք ընդհանրապես 3-րդ գլուխը սկսել ենք նրանից, որ տեսանք Հովանես Մկրտչին, եւ իր մոտ էին գալիս ժողովուրդները եւ մկրտվում էին Հորդանան գետում։ Խոսեցինք նրա էության մասին կամ առհասարակ ինչպիսին պետք է լինի Աստծո մարդը։ Եվ Աստծո մարդու բնորոշիչներից մեկը նա էր, որ ասեցինք, որ նա քարոզում է Աստծո արքայության մասին կամ ճշմարիտ ավետարանն է քարոզում։ Այն, որ գուցե նաև այդքան էլ հաճելի չի լսել, որովհետև երբ որ ինչ-որ մեկին ասում ես, որ կարիք ունես ապաշխարության դարձի, հետևաբար ասում ես, որ դիմացինը չի ապրում այնպես, ինչպես որ հարկն էր, որ նա պետք է ապրեր։ Եվ հիմա մի պաուշարություն դարձրեք։ Ծառայություն է գնում, նորից բավականին շատ մեծ բազմություն մարդիկ են հավաքված, ու Հովանեսը նկատում է, որ այդ մարդկանց մեջ ավելացել են կամ շատացել են սադուկեցիներն ու փարիսեցիները։ Ովքեր էին սադուկեցիներն ու փարիսեցիները, շատ չեմ մանրանալու, բայց այս ձև ասեմ, այն ժամանակվա կրոնավորներն էին, հոգևոր առաջնորդներն էին, որոնք որ պատասխանատվություն էին կրում տաճարում ծառայության համար եւ առհասարակ կարծես ներկայացնում էին ազգին, թե ինչպես պետք է ազգը շարժվի, ազգը առաջնորդվի։ Կրոնավորներն են, իրանցից ավելի կարծես հոգևոր բնագավառում խորացած մարդիկ չկան, կան պարզ մարդիկ, կան մեղավորները, որոնց մեջ մտնում էին մաքսավորները ու մնացած, ովքեր որ չէին ընդունում, սովորական ժողովուրդն էին եւ առանձնացված հոգևոր դասներ։ Հիմա պատկերացրեք, Հովանեսը մկրտում է եւ նկատում է, որ այդ հոգևոր դասի ներկայացուցիչներից բավականին շատ մարդ է հավաքվել։ Հիմա մեր կողմից լիներ, մենք մի քիչ շոյված կզգայինք։ Պատկերացրեք, հոգևոր ծառայություն ես անում, պաշտամունք է գնում, մեկ էլ նկատեք օրինակի համար, չգիտեմ, պաշտամունքին հոգևոր առաջնորդներ են հավաքված, բան։ Սենց կարար ոգևորվեր, չէ՞, Հովանես ասեր, ինչ լավ է, Տեր Աստված, տես ինչքան մարդիկ են գալի, շատ լավ է, մկրտենք, թիվ տանք, ներկայացնենք։ Բայց Հովանեսը նման բան չի անում։ Հովանեսը որպես ճշմարիտ Աստծո զավակ փոխանցում է այն ճշմարտությունը, ինչ որ ինքը նկատում է։
Ինքը հասկանում է, որ այս մարդիկ ի վիճակի են շատ բաներ անելու, այսինքն սադուկեցիները սովորական մարդիկ չէին։ Բացի նրանից, որ հոգևոր առաջնորդներ են, այլ նաև բավականին շատ կապեր ունեին։ Իրանք հարուստ մարդիկ էին ու այն շրջապատում էին, որտեղ որ ազդեցություն ունեին։ Պետության հետ կապված քաղաքի որոշումների մեջ սա այս ձևի մարդիկ են։ Եվ Հովհաննեսը սկսում է իրենց հետ խոսել։ Եվ առաջաբերում 5 կարևոր բնորոշիչներ կամ թե իրական դարձը ինչի հետ կապված չի։ Առաջին ուզում ուշադրություն դարձրեք, որ սա է, որ իրական դարձը կախված չէ ծիսական արարողության հետ։ Սա կարևոր է, որ մենք հասկանանք։ Իրական դարձը ապաշխարությունը կախված չէ ինչ որ ծիսական արարողակարգի հետ։ Ինչ նկատի ունեմ ծիսական արարողակարգի հետ։ Հազարավոր մարդիկ կարան հազարավոր աղոթքներ ասեն ու ասում են, որը որ որևիցե էական ազդեցություն չի թողնում։ Հայաստանում ամենաշատ տարածված ու աղոթած աղոթքը ո՞րն է։ Հայր մեր աղոթքն է, որ համարյա թե բոլորը իրենց կյանքի ընթացքում գոնե մի քանի անգամ այդ աղոթքը արել են։ Մանուկ ժամանակից մեծացել են, անընդհատ այդ աղոթքը լսում են։ Պատերազմը սկսվեց, ես նույնիսկ մի քանի անգամ լսել էի, թե ինչպես են հարևաններս հայր մեր աղոթքը բարձրաձայն ասում։ Բայց քանիսն է ճշմարտապես այդ աղոթքը հասկացել, ճշմարտապես աղոթել, որ դա էլ Աստծո կողմից լսելի լինի։ Շատ քիչ, շատ ցածր մակարդակ տոկոսային հարաբերությամբ մարդկանց, որոնք որ ճշմարտապես այդ քայլն արել են։ Ուրիշ բան ասեմ։ Այստեղ տեսնում ենք ինչ հարցեր եղել, եկեք կարդանք եւս մեկ անգամ 7 ու 8 համարները։ Եվ Հովհաննեսը տեսավ, որ փարիսեցիներից ու սադուկեցիներից շատերը եկել են նրա մոտ մկրտությունը տեսնելու կամ մկրտվելու, այստեղ մկրտություն տեսնելու ավելացրել են, որպեսզի ոնց որ իմաստը լինի, բայց ավելի ճիշտ ոչ թե ուղղակի եկել էին տեսնեն, որտեվ եթե եկել են տեսնելու, Հովհաննես ուշադրություն էլ չեն դարձրի, հա դա եկել եք տեսնելու, եկեք տեսեք, այլ եկել էին մկրտվելու, եւ դրա համար ուշադրություն է դարձում արդեն Հովհաննեսը։ Նրանց ասաց. «Իժի ծնունդներ, ով ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից»։ Ուշադրություն դարձրեք։ Լսել են, որ լավ մկրտություն կա, այնտեղ ինչ որ մարգարե է եկել, մարգարեի ձևով է խոսում, մարգարեական քայլեր է անում, գնանք ձեռի հետ տեսել էլի մկրտություն է պետք, մկրտվենք էլի, կարող է էսել անցնի։ Չգիտեմ, տեսել եք Մումիա ֆիլմը։ Այնտեղ սենց մի հատված կա, որ այդ մի հատ հերոսներից մեկը մումիային է հանդիպում, ու սենց մի բուռ բաներ է կախած, խաչը հանում ցույց տալիս, Դավիթի աստղը, մուսուլմանների կիսալուսինը հերթով ցույց է տալի, տեսնի այս որ թալիսմաններից որ մեկը կաշխատի։ Գիտեք, շատ դեպքերում մարդիկ էլ կան, որ նույն տրամաբանությամբ են մոտենում։ Դե պետք է մկրտվել, դե կմկրտվեմ, ինչի՞ չէ, որ կարող է այսի օգնի։ Պետք է ապաշխարություն, էսեք անեմ, պետք է մոմ վառել, քանի հատ մոմ վառեմ, մեծ, փոքր, հաստ, բարակ, ասեք կարող է աշխատի, հասկանում եք, սա թալիսմանի նման մի բան է դառնում։ Նույնպես եւ շատերը կարծում են իրական դարձը ապաշխարությունը, տենց մի բան է։ Մոգական մի քանի բառ ասեցիր, ասիր Տեր Հիսուս ների, ես հավատում եմ, որ դու, չգիտեմ, մահացար խաչվեցիր երրորդ օրը, խաչվեցիր մահացար երրորդ օրը հարություն առար, ես հավատում եմ դրան, հավատում եմ, որ ինձ կյանք կտաս ու վերջ։ Բառերը կրկնեցի, բայց կյանքիս մեջ որևիցե փոփոխություն, ճշմարտապես դարձ ապաշխարություն չունեմ։ Ես այդ ասածից էլ գուցե նույնիսկ չեմ էլ հավատում։ Բայց ուղղակի ասում են մարդիկ, դե ես եք ասեմ, ինչ կա որ, ոչ մի բան ոչ պակասեց, ոչ ավելացավ, զատո մի հատ էլ դոկումենտ ունեցա գրպանս, կարող է երկնքում անցնի։ Արդ ապաշխարության արժանի արդյունք տվեք։ Ինչի համար է Հովհաննեսն ասում, որտեվ հասկանում էր, որ փարիսեցիներն ու սադուկեցիները ճշմարտապես ապաշխարություն դարձ չեն ապրել։ Ես արդեն իսկ անցած կիրակի խոսեցի, որ Հովհաննեսի մկրտությունը եւ այն մկրտությունը, որ մենք ենք մկրտում, տարբերվում է։ Հովհաննեսը մկրտում էր, ֆիզիկական նշան էր տալիս, որ այս մարդիկ դարձի են եկել, ապաշխարել են, խոստովանել են իրենց մեղքերը, զղջում են իրենց ապրած կյանքի համար։ Սա է տարբերությունը։ Մենք մկրտվում ենք Հիսուս Քրիստոսի անունով, ի նշան նրա, որ Քրիստոսով մեռել ենք
եւ Քրիստոսով նոր կյանք ունենք, վերստին ծնունդ ունենք։ Տարբերությունը սրա մեջ է, այն ժամանակվա մկրտության եւ այս ժամանակվա հիմիկվա մկրտության, բայց այնուամենայնիվ, որպեսի նույնիսկ այդ արտաքին նշանը Հովանեսը ընդուներ, մկրտեր իրանց, ասում էր, որ ես պետքա գործնականում տեսնեմ ճշմարտապես դարձ ապաշխարություն կա, թե ոչ, որովհետեւ եթե եկաք Հորդանանի մեջ մկրտվեցիք ու դուրս եկաք, որևիցե փոփոխություն, որևիցե բան ձեր կյանքում չի լինելու։ Էական չի տարբերություն չկա, հիմա ուխտագնացություն կա դեպի Երուսաղեմ ու շատ հայեր առնում են տուրիստական բավականին գումար են տալի ու այդ ուխտագնացության մեջ պարտադիր կա մկրտություն կոչեցյալ Հորդանանի մեջ, մտնում են սուրբ ջրի մեջ, մտնում են դուրս են գալի ու շատ լավ է։ Ռուսներն էլ ունեն տենց բաներ, էլի սուրբ ջրերի մեջ են մտնում, մկրտություն են անում, ամբողջ ազգը մտնում է այդ ամեն ինչով անցնում է։ Որևիցե կյանքի փոփոխություն, որևիցե նշանակություն այն մեր կյանքում չի տալիս։ Եթե մենք որևիցե բան հոգևոր շրջանակում մոտենում ենք որպես ծիսական արարողության։ Նույնը նաև Կիրակի օրը պաշտամունքին մասնակցելը։ Չգիտեմ, գիտեիք թե չգիտեիք, բայց Կիրակի օրը ամեն Կիրակի մասնակցելը ծառայությանը չի փրկում մարդուն։ Փրկության նպատակը չէ, որ մենք գալիս ենք ստեղ, որպեսզի փրկվենք։ Մենք հավաքվում ենք մեկտեղ Տիրոջը փառաբանելու, մեծարանք ու պաշտամունք բարձրացնելու, Աստծո խոսքը իր կամքը լսելու, աղոթք բարձրացնելու։ Ուղղակի ավտոմատ կերպով Կիրակի օրը մասնակցությունը մարդուն չի փրկում, ասենք 10 անգամ մասնակցեցիր, վերջ, կյանքը արդեն փրկված ես։ Չկա տենց բան։ Եթե մասնակցեք մեկ անգամ Եհովայի վկաների թաղումների ժամանակ, իրանք ներկայացնում են թվեր, օրինակի համար, այս ինչքան ժամ ավետարանել է, այս ինչքան ժամ մարդկանց քարոզել է, որն է հարցը, որ պարծես, տեսեք, այսքան որ մասնակցել է, ուրեմն արժանի էր, էլի, այսինքն ինչ որ գործեր է արել, ծիսական ինչ որ մոտեցում է ունեցել, հասկացեք, այդ ամեն ինչը Աստծո առաջ որևիցե նշանակություն չունի։ Եթե այն մեր կյանքը չի, իրական դարձ, իրական ապաշխարություն չի։ Դրա համար երբ որ Հիսուս նույն փարիսեցիներին ու սադուկեցիներին տեսնում էր, չէր ասում, այն լավ է, հոգևոր դասի մեջ եք, ապրեք, շատ ուժեղ եք։ Նույն Մատթեոսի ավետարան 23-րդ գլխում, ուզում եմ 13-ից 15 համարները կարդամ։ Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ եւ փարիսեցիներիդ։ Ուշադրություն դարձնում եք, ինչ նկարագրություն է տալիս։ Կեղծավոր են, այսինքն ծիսական ինչ որ արարողակարգ կա, արտաքին ինչ որ նշաններ կա, բայց այս ամեն ինչը դերասանություն է, թատրոն է։ Ուղղակի մարդկանց առաջ ինչ որ բան են ներկայացնում։ Դրա համար ասում է կեղծավորներ, վայ ձեզ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ, դուք չեք մտնում եւ փափագողներին էլ թույլ չեք տալի մտնել։ Վայ ձեզ կեղծավորների, դպիրների եւ փարիսեցիների, որ ողբերվայրիների ունեցվածքն եք ուտում եւ ցուցադրաբար երկար աղոթում եք։ Տեսնում եք էլի այդ համեմատականը, ինչ որ նաեւ Արմեն եղբայրս այսօր առակացի մեջ անդադ այդ անում էր, որ փաստացի ցուցադրաբար երկար աղոթում են, հատուկ շորեր ունեն, հատուկ բառապաշար ունեն, բայց ասում են ողբերվայրիների ինչն եք ունեցվածքն եք վատնում, ունեցվածքն եք ուտում։ Վայ ձեզ կեղծավորների, դպիրների եւ փարիսեցիների, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։ Ուշադրություն դարձնում եք, ավետարանում էին այս մարդիկ։ Իրանց տեղը նստած չէին, գնում էին ու քարոզում էին, ասում են, պատտվում եք, ծովեր, գետեր, անցնում եք ամբողջ տարածքով մեկ ավետարանը, նու ոչ թե ավետարանը, այլ այդ իրանց խոսքն եք քարոզում։ Երբ որ որևիցե մեկին էլ դարձնում եք այդ ձևի մեկը, ավելի վատն եք դարձում, քան թե դուք եք։ Նորից կողքից երևում է ծառայություն, բայց այս ամեն ինչը ծիսական ինչ որ մի բան է, որը որ դարձի ապաշխարության հետ ընդհանրապես կապ չունի։ Եվ 33 համարում հետաքրքիր է, ասում է օծեր իժերի ծնունդներ, նույն տերմինաբանությունն է օգտագործում, ինչ որ օգտագործում է Հովանես Մկրտիչը։ Հիսուս նույն ձևով նկարագրում է նաև իրենց։ Ինչու՞, ասում է
Ինչպես է գեհենի դատաստանից փախչելու։ Ուշադրություն դարձեցիք, Մատթեոսը ինչ էր ասում։ Ասում է, ով ձեզ ասեց, որ գալիք դատաստանից պետքա փախչեք։ Այս մկրտվելու եք ու փախնելու եք, չի ստացվելու։ Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների ու դիպիրների, նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու եք ու քաղաքից քաղաք հալածելու։ Մկրտությունը ինչ էր։ Մկրտությունը տեսանելի նշան էր մի բանի, որը որ արդեն իրենց կյանքում պետքա տեղի ունեցած լիներ։ Նույնպես եւ մեզ համար, երբ որ մարդը գալիս է մկրտության, ոչ թե մկրտվում է որպեսի փրկվի, այլ քանի որ փրկված է, քանի որ դարձի է եկել ճշմարտապես ապաշխարել է, որպես արտաքին նշան, ինչ պետք է անի, պետք է մկրտվի, այլ ոչ թե հակառակը։ Ուրեմն առաջինն արդեն ասացինք, որ ճշմարիտ դարձը կամ ապաշխարությունը կապ չունի ծիսական արարողությունների հետ։ Երկրորդը, իրական դարձը կախված չէ ազգային պատկանելիությունից։ Եկեք կարդանք ևս մեկ անգամ 9 համարը։ Սա մեր հայկական հիվանդությունն է, ասեմ իմանաք։ Եվ մի փորձեք ինքներդ ձեզ ասել, հիմա շարություն դարձրեք։ Երբ որ Հովանեսը այս բանն ասեց, իրանք իրանց մեջ ոնց էին մխիթարում, ասում էին Հովանեսը ինչ գիտի, ով ենք մենք, ինքը մեզ չի ճանաչում։ Մենք որպես հայր ունենք ում? Աբրահամին։ Ումով էին պարծենում, ասում են դու Հովանես ինչ ես խոսում։ Մենք Աբրահամը ունենք, հասկանում ես, հավատքի հորը, մենք իրանից ենք սերվում։ Հայերը ինչ են ասում։ Ասում են, մենք քրիստոնյա ենք, Քրիստոսից առաջ ենք քրիստոնյա։ Նույնիսկ շատերը փորձում են ներկայացնել, ասեն, գիտես ինչ կա, հայերը որ խաչը ունեին, ուր էր քրիստոնեությունը, հասկանում եք։ Էսի այդ հպարտության գագաթնակետն է, երբ որ մեր ազգային պատկանելությունը ավտոմատ հավասար է դառնում դացի ապաշխարության կամ փրկության հետ։ Դրա համար ասում մի խաբվեք, մի ինքներդ ձեզ ասեք, ինքներդ ձեզ հանգստացրեք, ասեք մենք Աբրահամը ունենք։ Դրանով ինչ են անում, փափուկ բարձ են դնում իրանց գլխի տակ։ Ապրեք նենց ոնց որ ուզում եք, ինչ ուզում եք արեք, Աբրահամը ունեք։ Իսկ մեր տարբերակում ապրի ոնց որ ուզում ես, տարին մի անգամ կգնաս եկեղեցի, մի երկու հատ մոմ կվառես, մի երկու երեք անգամ հայրմենը կասես ու վերջ։ Ամեն ինչ պատրաստ է, ամենավերջում էլ, որ հաստատ համոզված լինենք, ամեն ինչ տեղը տեղին է, կկանչես քահանային, նու դու չէ էլի բարեկամներդ։ Մի փոքր փող կտան անազգանունդ կտան, ծիսական արարողությունը կանի, Աչակողմյանից, այսինքն կտան այն թագավորություն, որտեղ որ պետք է, ու վերջ։ Տեղդ պատրաստ է, մտածելու կարիք չունես, ապրի ոնց որ ուզում ես։ Սա խաբկանք է, սիրելիներ։ Սա այն խաբկանքն է, որով որ նույնիսկ շատ դեպքերում մենք ենք տառապում։ Մտածում ենք, դե եթե ամեն կիրակի գալիս եմ Աստծո խոսքը լսում եմ, ուրեմն վերջ ամեն ինչ բան նորմալ է իմ մոտ։ Որովհետեւ խնդիր չունեմ, կարիք չունեմ ոչ Քրիստոսի, ոչ հավատքի, ոչ խոսքը կարդալու, ոչ աղոթելու, ոչ մի բանի կարիք չունեմ։ Շատ դեպքերում գիտեք ինչ են կանգնում, ասում են գիտեք կալվինական ուսուցման շրջանակներում, ասում են, այդ կալվինիստները գիտեք ինչ են ասում։ Ասում են, եթե մի անգամ փրկվել ես, վերջ, ապահովագրված ես, գնա մեղ գործի, հանգիստ քո համար ապրի։ Սա ուղղակի անհեթեթություն է ու սրա մասին Պողոս առաքյալը շատ հստակ ասում է, որ եթե որևիցե մեկը ասում ենք, որ փրկված ենք, դա չի նշանակում կամ որ պետք է գնանք մեղքերը շատացնենք, որ շնորհքը բարձրանա։ Չի լինում տենց բան։ Եթե Քրիստոսի մեջ ենք, ուրեմն այլևս մեղքի մեջ չենք կարող լինել, մեղքի գերի չենք կարող լինել, սիրելիներ։ Չի կարող, այդ ուղղակի չի տեղավորվում մեկը մյուսի հետ։ Դրա համար ազգային պատկանելությունը, եկեղեցական պատկանելությունը, քահանայի թոր լինելը, որևիցե մեկին չի փրկում, որևիցե կերպով առավելություն կամ արտոնություն չի տալի, ասեմ ավելի վատ, նույնիսկ որոշ դեպքերում վնասել է տալի, գիտեք ինչու, որտեղ ոնց որ դու փարիսեցիներն ու դպիրներն էին ասում, դու էլ ինքդ քո համար ասում ես, ինչ ունեմ մտածելու, ազգանունս լսել եք, ես իմ ինչ Տեր Պետրոսյան կամ եսիմ ինչ, պապս քահանա է եղել, մենք գիտես 1800 թվականի ավետարան ունենք, երբ որ Արաքսի հետ շատ տարբեր գյուղեր էին գնում,
դե լսում են հոգևոր ենք, առաջի բանը, որ ուզում են պարծենան, գիտեք ինչով է, մեկ էլ ասեն կարող է բերեին բարձի մեջ փաթաթված, մի հատ հին, ինչ որ ավետարան, կամ Աստվածաշնչից ինչ որ գրություններ, կամ նարեկացի ու դրանով պարծենում են, ասում են, գիտես էս ինչ անում, հենց երեխու գլուխը ցավում է, դնում ենք բարձի տակը, միանգամից անցնում է, կամ սուրբերով, ամեն մի գյուղ իր սուրբն ունի ու այդ սրբով է պարծենում, գիտես մեր սուրբը, մեր վանքը, մեր էսի, մեր էնի, ու այս ամեն ինչը այն ժամանակ էլ կար, հիմա էլ կա ու մինչև հիմա շարունակվում է, ճշմարիտ դարձը ապաշխարությունը ազգային պատկանելության հետ կապ չունի սերներ, եկեղեցական պատկանելության հետ կապ չունի, քո սերնդաբանության հետ կապ չունի, մի խափեք ինքներդ ձեզ, եթե իսկապես ճշմարտապես Տիրոջը չեք հավատացել, այդ ամեն ինչը ոչ միայն լավ չի, այլ շատ դեպքերում վնասում է ձեզ, որտեղ ինքներդ ձեզ խափում եք։ Ասում եք, որ Քրիստոսին եք, բայց Քրիստոսինը չեք։ Ասում եք, որ քրիստոնյա եք, բայց քրիստոնյա չեք։ Ու սա մեզ համար շատ հստակ պետք է լինի, ինքներս մենք շատ անգամներ խափում ենք մեր ընկերների, մեր բարեկամների, մեր հարազատների առումով նույնպես։ Դե ասում ենք, դե ոչինչ, մի քիչ լսել է, բարի մարդ է, դե ոչինչ, դե այդքան էլ վատ չի, հասկանում եք, մենք ինքներս նույնիսկ մեր համար ենք փափուկ բարձ դնում մեր շուրջինների հետ կապված։ Սիրելիներ, իրական դարձը սա այս բաների հետ կապ չունի։ Պետք է ավետարանը քարոզենք ու աղոթենք, որպեսզի ճշմարիտ դարձ ու ապաշխարություն լինի։ Հակառակ դեպքում, ինչպես որ Հիսուսը անվանեց, որպես սատանայի զավակներ, ինչպես որ Հովհաննեսը այդ մարդկանց անվանեց, որ դուք սատանայի զավակներ եք։ Սա էլ դա է ճշմարտությունը, շատ հստակ այդ բաժանումը կա։ Ուզենք թե չուզենք, կան Աստծո զավակներ եւ կան նրանք, ովքեր որ Աստծունը չեն, սատանայինն են։ Հովհաննես 8-րդ գլուխում 39-ից 45 համարներում էլի նույն իրավիճակն ենք տեսնում։ Հիսուսի հետ նորից փարիսեցիները, դպիրները անընդհատ այս նույն քննարկման մեջ էին։ Հովհաննես 8-րդ գլուխ 39-ից 45 համարները։ Պատասխանեցին նրան ու ասացին. մենք մեր հայրը Աբրահամն է։ Հիսուս նրանց ասաց. եթե Աբրահամի որդիներ լինեիք, Աբրահամի գործերը կկատարեիք, բայց հիմա ուզում եք սպանել ինձ մի մարդու, որ ճշմարտություն է ձեզ ասել, որ ես Աստծուց լսեցի այդ բանը Աբրահամը չարեց։ Դուք ձեր հոր գործերն եք կատարում, եւ նրան ասացին. մենք պոռնկությունից չենք ծնվել, մեր հայրն ունենք Աստված։ Հիմա ուշադրություն դարձեք, նորից շեշտում է, որ մենք ինչ որ այլախառն, ինչ որ կողքից ազգերի հետ չենք խառնվել, մաքուր զտարյուն հրյա ենք, ուրեմն որ Աստծուց ենք։ Հիսուս նրանց ասաց. եթե Աստված ձեր հայրը լիներ, ինձ ինչ կանեիք, կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա, ես ինքս ինձ չեկա, այլ նա ինձ ուղարկեց։ Դուք իմ խոսքերն ինչու չեք հասկանում, որովհետև չեք կարողանում իմ խոսքը լսել։ Ձեր ունեցած հայրը ով է? Սատանան է։ Եվ ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Այն մեկը, որ Քրիստոսինը չի, այն մեկը, որ Աստծունը չէ, կատարում է այն, ինչ որ սատանան է ցանկանում։ Ու շատ հանգիստ, կարակ բացենք Եփեսացիս նամակը, դրա մասին Պողոս առաքյալը շատ հանգիստ ասում է։ Պարզեով ներկայացնում է երկրորդ գլխում, որ մինչև դարձի գալը, մինչև ապաշխարելը, մինչև Քրիստոսին դարձի գալը, մենք կատարում էինք մեր կամքը, որը որ համընկնում էր սատանայի կամքի հետ։ Ազգային պատկանելություն, ինչ որ 1000 տարի ավետարանը իմանալը, լեզուն, ավետարան ունենալը, Աստվածաշունչը ճշմարիտ դարձ ապաշխարություն ավտոմատ կերպով չի տալիս։ Այո, սա օրհնություն է։ Ես անկեղծ եմ ուզում ասեմ։ Ինչի որտեվ շատ ազգեր կան, որ մինչև հիմա իրանց լեզվով ավետարանը չունեն, Աստծո խոսքը չունեն։ Եվ մենք փառք Տիրոջը Աստված ողորմած է գտնվել, որ երկար տարիներ Աստծո խոսքը հայերեն լեզվով ունենք։ Բայց ինչքանով է այն այսօր արդիական ինձ համար, սա արդեն երկրորդ, երրորդ հարցերն են։ Շատ դեպքերում ուղղակի ինձ ասում դե հայ եմ ու վсё, բավարարվում եմ սրանով։
Չէ, սիրելիներ, սա բավարար չի։ Պետք է իրական դարձ, իրական ապաշխարություն լինի։ Իրական մեղքերի խոստովանություն լինի։ Իրական ընդունումը լինի, որ Քրիստոսի մեղքերի համար մահացավ եւ ես իր կարիքն ունեմ։ Ես ինքս ինձանով իմ մեղքերին թողություն ներում չեմ կարա տամ։ Ոչ էլ իմ ծնողները իմ տեղը կարան տան։ Դրա համար երեխեքին մենք չենք մկրտում։ Ինչու՞։ Որտեվ երեխու համար ես չեմ կարա պատասխանատվություն կրեմ։ Ոչ էլ քավորը կարա երեխու համար պատասխանատվություն կրի։ Այդ երեխուն մկրտելը ձևական ուղղակի ծիսական արարողություն է լինելու, որը որ նորից ոչ փրկության, ոչ դարձի հետ իրական կապ չունի։ Երրորդը իրական դարձը բերելու է կամ բխելու է բարի պտուղ։ Ուշադրություն դարձրեք 10 համարը։ Եվ կացինը արդեն ծառերի արմատին է մոտեցել։ Ընդհանրապես, երբ որ կտեսնեք, թե առակած գրքում, թե նույնիսկ երբ որ տեսնում ենք ավետարաններում, այն ժամանակվա մարդկանց առօրյայից էին բերվում օրինակներ, որպեսզի այդ մարդկանց համար հասկանալի լիներ, հեշտ լիներ ընկալել։ Այն ժամանակ շատ էին զբաղվում ծառ կտրելով, ինչ որ գյուղատնտեսական գործերով, դրա համար այդ ժամանակում այդ օրինակներն էր բերվում։ Նորից կոպիտ է հնչում օրինակս, այս ժամանակ լիներ ավետարանը գրվելու ժամանակը։ Գուցե օրինակներ կլիներ համակարգչից, հեռախոսներից, տարբեր ծրագրային ապահովություններից, այն օրինակները կլիներ, որը որ մեզ համար հասկանալի կլիներ։ Դրա համար երբ որ սենց օրինակներ եք տեսում, կտեսնեք, այս օրինակները նույն տրամաբանությամբ, թե 5 կտակարանում կհանդիպեք, թե նոր կտակարանում կհանդիպեք։ Կացինը արդեն ծառերի արմատին է մոտեցել։ Ամեն ծառ, ով բարի պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ է գցվում։ Ուշադրություն դարձրեցիք, պարզ օրինակ է բերում։ Ասում է կա ծառ, դուք պատկերացրեք, ունեք ծառ, որը որ տարեց տարի, որևիցե պտուղ չի տալիս։ Ջանք եք թափում, ջրում եք, խնամում եք, ամեն ինչ անում եք, բայց այդ ծառը պտուղ չի տալիս ընդհանրապես։ Երկար պահելու եք այդ ծառը։ Բացի դրանից, որ կեղտոտում է, տերևները ու նաև տեղ է զբաղացնում։ Ձեզ հարկավոր է, որ դուք պտուղ ունենաք, վաճառեք կամ ձեր երեխաներին տակ կամ ձեզ համար, ձեր օգուտի համար լինի, բայց դա որևիցե օգուտ չի տալիս։ Ինչ եք անելու արդյունքում։ Կտրելու եք, վառեք, որտեվ միակ օգուտը, որ այդ ծառից կարա լինի, դրանից հետո վառելա փայտնա կամ ինչ որ ուրիշ շինություն եք սարքելու, բայց որպես ծառ այլևս ինքը պտուղ չի բերում, որի համար որ տնկել եք։ Նույնպես եւ ստեղ, եթե մենք որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ բարի պտուղ չենք բերում, նշանակում է ինչ որ մի բան այն չի, որտեվ եթե Քրիստոսինն եմ, ուրեմն բարի պտուղ ինչ եմ անելու, բերելու եմ, փոխել է Աստված ինձ, արդեն պատվաստել է, ուրեմն պտուղ բերելու եմ, եթե պտուղ չեմ բերում, ուրեմն իրական դարձ ապաշխարություն չեմ ունեցել, դրա համար եմ ասում, ուշադրություն դարձեք, երբ որ սկիզբը խոսքը գնում էր ներքին փոփոխությունից, այն ինչ որ կերպով պետք է արտահայտվի նաև արտաքնապես, կյանքիս մեջ, քայլերիս մեջ, խոսքերիս մեջ, չի կարա մարդը դարձի եկած ապաշխարած լինի, բայց որևիցե բանով չտարբերվի։ Ոնց կար անցած ժամանակ, նույնն էլ հիմա է, որևիցե բան այդ մարդու կյանքում չի փոխվել։ Միակ բանը, որ փոխվել է, գուցե կիրակի օրերը այցելում է եկեղեցի ու վերջ։ Մեկ էլ մի քանի կրոնական բառեր է սովորը։ Հռոմեացիս նամակի մեջ 11-րդ գլուխ 17-ից 21 համարներում Պողոս առաքյալը զգուշացնում է այսձև ասած հեթանոսներին, որը որ մենք էինք, որպեսզի չպարծենան, որ չասեն այն հրյաները տեսակ ինչ եղավ, այո մենք հիմա արդեն Սուրբ Հոգին ունենք, մենք փրկություն ունենք։ Ուշադրություն դարձեք Պողոս առաքյալն ինչ է ասում։ 11-րդ գլուխ 17-ից 21 համարը։ Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, ուշադրություն դարձեք, չի ասում բոլորը, որտեվ ինքը ասում է մեկը ես հրյա եմ ու Տերը ինձ ողորմեց փրկեց։ Եթե ասում է մի քանիսը կտրվեցին, մի քանիսը ուղակի ճշմարտությունը տենց էլ չճանաչեցին, իսկ դու որ վայրի ձիթենի էր, ում մասին է խոսքը գնում։ Մենք ի սկզբանե ճշմարտությունը չունենք, մենք հեթանոս էինք, կռապաշտ էինք։ Մի խաբեք ինքներդ ձեզ։ Նրանց վրա պատվաստվեցիր եւ արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար, ուշադրություն դարձնում եք, վայրի էինք
հիմա պատվաստվեցին Քրիստոսին կպանք։ Այն ճյուղերի առաջ մի պարծենա, իսկ եթե պարծենաս, իմացիր, որ դու չես արմատը պահում, այլ արմատն է քեզ պահում։ Արտկասես ճյուղերը կոտրվեցին, որպեսզի ես պատվաստվեմ, լավ։ Նրանք անհավատության պատճառով կոտրվեցին, իսկ դու հավատով ինչ արեցիր, հաստատվեցիր։ Մի մեծամտածիր, այլ վախեցիր, որովհետև եթե Աստված բուն ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։ Փրկություն կորցնելու մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է նրա մասին, եթե ճշմարտապես հավատացել եմ, դարձի եմ եկել ապաշխարել եմ, ուրեմն Քրիստոսի մեջ եմ։ Ուրեմն պտուղ եմ տալու, բայց եթե պտուղ չեմ տալիս, ուրեմն վախենամ, որտեվ գուցե ինքս ինձ խաբել եմ, որ կպած եմ։ Բայց իրականում այդ արմատին կպած չեմ սնվում Քրիստոսից։ Եթե չենք բերում բարի պտուղ, ուրեմն Հիսուսինը չենք։ Դրա համար Ղուկասի ավետանում շատ հստակ այդ բաժանումը դրված է։ Ղուկաս 6:43-45, որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա, ուշադրություն դարձնում եք։ Ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ տա, քանզի յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում, որովհետև փշերից թուզ չեն քաղում, ոչ էլ մորենուց խաղող են հավաքում։ Պարզա չէ հստակ։ Խաղողի թփերը խաղող են տալու, խնձորի ծառը խնձոր է տալու, հակառակը չի լինում, փուշ ու տատասկից ես չեմ ակնկալելու, որ խաղող պիտի տա, նույնն էլ հակառակը, խաղողից չեմ ակնկալելու, որ փուշ ու տատասկ է տալու, այլ ակնկալելու եմ, որ խաղող է տալիս, դրա համար ասում է, այն ինչ որ պտուղ տալիս եք, հենց էդ էլ դուք եք, նայեք ձեր կյանքին, ինչպիսի պտուղ եք տալու, կտեսնեք, Քրիստոսինն եք, թե Քրիստոսինը չեք, 45 համարը, բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, մարդը բարի է, չէ, բայց երբ որ Քրիստոսինն է, Տեր այդ սիրտը մաքրում է, այդ ժամանակ երբ որ Քրիստոս կա սրտից մեջ, այդ ժամանակ բարին կարա դուրս գա, իսկ չար մարդը իր չար կուտակվածից է չարը բխեցնում, որովհետև բերանը սրտի կուտակվածից է խոսում, Եվ Ղուկասի 8:15 համարը նորից, երբ որ ուշադրություն դարձնենք, ասում է, իսկ այն պարարտ հողի մեջ եղողները, երբ որ Սերմնացանի առակի մասին ասում, նրանք են, որ բարի ու հոժար սրտով լսեցին խոսքը, ընդունում են ու համբերության պտուղ են տալիս։ Եթե Քրիստոսինն եմ, կյանքս արդեն վկայելու է, ցույց է տալու դրա մասին, ես այդ բարի պտուղը տալու եմ, սիրելիներ։ Դարձը ապաշխարությունը բերելու է սրան, եթե չկա էսի կյանքիս մեջ, ուրեմն վախենալու կարիք ունեմ, ուրեմն մտածելու կարիք ունեմ, ուրեմն գուցե դեռևս մինչև հիմա Տիրոջը չեմ ճանաչել, Քրիստոսինը չեմ, իր զավակը չեմ, ապրում եմ իմ կամքս կատարելով, եթե նույնիսկ եկեղեցում եմ, եթե նույնիսկ ինչ որ բառեր եմ սովորել, սա ուղղակի խաբկանք է, սիրելիներ։ Ինչպես է արտահայտվելու այդ պտուղները։ Գաղատացիս 5-րդ գլխում մի փոքր Պողոս առաքյալը ներկայացնում է 22-ից 26 համարները, հոտքու պտուղն այս է, սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ կամ հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա, հասկանում եք ինչ է ասում, որտեվ ինքնաբերաբար քո մեջից էդի դուրս գալու է, քանի որ այնպես չի, որ օրենքով ասվածա պիտի սիրես, այ ես ուրեմն պետքա սիրեմ, գրվածա ժուժկալ լինես, այ պետքա ստիպեմ ինձ ժուժկալ լինեմ։ Ուզում եմ ատեմ, բայց դա չի կարելի, գրվածա որ պետքա սիրեմ, հասկանում եք, ներքին փոփոխությունը արդեն տեղի ունեցել, սա պտուղն է լինելու արդեն Սուրբ Հոգու, որը որ գործում է քո մեջ։ Նրանք, ովքեր որ Քրիստոսինն են, իրենց մարմինը ինչ են արել, խաչը հանեցին կրքերով ու ցարկություններով հանդերձ։ Չեմ կարող ես էլ ընդդից էլի բերեմ, ապրեմ ինքս ինձ համար։ Եթե հոգով ենք ապրում, հոգով էլ ինչ արեք, վարվեք։ Սնապարզ չլինենք միմյանց գրգռելով ու միմյանց նախանձելով։ Քննենք, տեսնենք մարդիկ մեզ ոնց են ճանաչում։ Ճանաչում են մեկ, ով որ բարի պտուղ է բերում, թե ով որ չար է, ով որ բարկացկոտ է, ով որ ամեն մի փոքր բանից պատմություն է սարքում։ Ինչպիսի քրիստոնյաներ ենք մենք։ Ինչպիսին են մեզ ճանաչում։
Ինչ պտուղ ենք տալիս մեր ընտանիքում, ինչ պտուղ ենք տալիս, ինչ եմ շեշտում մեր ընտանիքում, որտեղ մեր ընտանիքում մեզ շատ լավ գիտեն։ Դուրսը որոշ դեպքերում հեշտ է մի քիչ դերասանություն անել, խաղալը։ Բայց երբ որ հարևանը տա, երբ որ ընտանիքը տա, երբ որ ներսի մարդիկ են, ամեն ինչ բաց է, որտեղ ժամանակ ամեն ինչ դնում է իր տեղը։ Նույնպես եւ եկեղեցում։ Երբ որ մարդկանց հետ որոշակի ժամանակ ես անցկացնում, ժամանակը ցույց է տալի մարդը ճշմարտապես Քրիստոսին է, թե չէ։ Իր կյանքը, իր վարքը դրա մասին վկայելու է, ցույց է տալու, դրոշակի պես երևալու է, ինչքան էլ որ դա փորձի թաքցնի։ 4-րդը իրական դարձը գալիս է Սուրբ Հոգուց։ Եկեք կարդանք 11 համարը։ Ես ձեզ մկրտում եմ ջրով ապաշխարության համար, բայց նա ով գալիս է իմ ետևից, ինձանից զորավոր է, ես արժանի չեմ անգամ նրա կոշիկները բռնելու, նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու հրով։ Տեսեք, երբ որ հիմա Հովհաննեսը ներկայացնում է, երբ որ ասում է ինձանից հետո եկող ում մասին է ասում, Հիսուս Քրիստոսի մասին էր ասում, ով որ ասեց լավ է որ ես գնամ, որպեսզի ում ուղարկեմ, Մխիթարիչը Սուրբ Հոգին, որը որ գործելու է ձեզ, որը որ կանչելու է ձեզ դեպի ապաշխարության, դեպի դարձի։ Դրա համար ասում է, երբ որ ես ջրով մկրտում եմ, սա ապաշխարության նշան է, որ դուք զղջացել եք ձեր մեղքերի համար, բայց ինձանից հետո եկողը ինչ է անելու, Սուրբ Հոգով է մկրտելու, ներքին այդ փոփոխությունն է, վերստին ծնունդն է տալիս, որովհետև եթե վերստին ծնունդ չկա, մնացածը սաղ որոշ առումով արհեստական է դառնում, կեղծավոր է դառնում, չես սիրում, բայց ձև ես տալի, որ սիրում ես, արդար չես, բայց ինչ-ինչ վեճակներում ուզում ես արդար ձևացնես քեզ։ Ձեզ մի բան ասեմ, երբ որ նոր ենք եկեղեցին սկսել ու առաջի անգամ պետք է մկրտություն անեի, դե սովորել էի որոշ բաներ, ինչ որ հովիվներից լսել էի, ու մկրտությանս մեջ միշտ այս Հովհաննեսի խոսքերն էի ասում։ Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց Սուրբ Հոգին ձեզ Սուրբ Հոգով կմկրտի։ Ու սրա մեջ ինչումն էր խնդիրը։ Կարանք ասենք դե ինչ խնդիր կա, որ նորմալ բառեր են ավետարանից վերցված, բայց խնդիրը գիտեք ինչումն է։ Եթե որևիցե մեկը Սուրբ Հոգով մկրտված չի, ինքը պետք է ջրով չմկրտվի, հասկանում եք։ Դրա համար մեկը պետք է Սուրբ Հոգով մկրտված լինի, Քրիստոսի մեջ լինի, վերստին ծնունդ ունենա, նոր դրանից հետո ջրով մկրտվի։ Եվ այստեղ երբ որ Հովհաննեսն ասում էր, նորից ցույց էր տալիս, որ այն մկրտությունը, ինչ որ Հովհաննեսն էր մկրտում, եւ այն մկրտությունը, որով որ մենք ենք մկրտվում, տարբերվում է իրարից։ Մենք մկրտվում ենք ջրով, քանի որ արդեն Սուրբ Հոգով մկրտված ենք, արդեն Սուրբ Հոգու մեջ ենք, արդեն Քրիստոսով ապրում ենք, արդեն Տիրոջ զավակ ենք։ Եվ սա մեզանից չի, այլ Տերն է ինքը իր կամքի համեմատ այցելություն անում, ողորմում ու կյանք տալիս։ Դրա համար Հովանու 3-րդ գլխում, երբ որ Հիսուսը խոսում էր Նիկոդեմոսի հետ, խոսեց նաև այս հարցի վերաբերյալ 3-րդ գլուխ 5-ից 8 համարները։ Հիսուս պատասխանեց. ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայության մեջ։ Մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի։ Մի զարմացիր, որ քեզ ասացի դու պիտի վերստին ծնվես։ Քամին ուր ուզում է, փչում է եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես թե որտեղից է գալիս, ուր է գնում, այդպես էլ հոգուց ծնված ամեն մեկը։ Երբ որ Սուրբ Հոգին այցելություն է անում, վերստին ծնունդ է ունենում մարդը, կյանքի մեջ փոփոխությունը ինքնաբերաբար է ստեղծվում։ Ես ջանք չեմ թափում, որպեսզի ձևացնեմ քրիստոնյա։ Ես ջանք չեմ թափում, կոպիտ այլի նորից հնչում ասածս, որպեսզի ապրեմ քրիստոնյա կյանքով, որտեվ ինչքան եթե մենակ ուղղակի իմ ջանքի վրա լինի, շատ շուտ ընկնելու եմ, շատ շուտ այդ ձևականությունը, կեղծավորությունն երևալու է։ Դրա համար վերստին ծնունդը դարձը նորից ումից է կախված, Աստծուց է կախված։ Դրա համար պետք է աղոթենք, որպեսզի Տերը մեր հարազատների, մեր սիրելիների սիրտը բացի, որպեսզի ավետարանի խոսքը լսեն, այդ ջրի մասին խոսքը գնում է, որպեսզի ավետարանի այդ խոսքը լսեն եւ ինչ անեն, հավատալով կյանք ունենան։ Պետք է աղոթենք մեր սիրելիների համար։ Պետք է աղոթենք, որպեսզի Տերը նրանց սիրտը բացի, որ ընդունեն, որ մեղավոր են, ընդունեն, որ Քրիստոսի կարիքն ունեն, ընդունեն, որ Քրիստոսով է միայն կյանքը եւ դարձի գան ապաշխանեն ու լինեն Տիրոջ զավակ։ 5-րդը վերջացնում եմ։ Իրական դարձը, երբ որ տեղի է ունենում,
այլևս մարդը ազատված է լինում գալիք բարկությունից։ Իրական դարձի եղածը կամ եղելությունը կազատի գալիք դատաստանից։ Եկեք կարդանք 12 համարը։ Հոսելին նրա ձեռքում է, նա կմաքրի իր կալը, ցորենը շտեմարանի մեջ կհավաքի, իսկ հարդը կայրի անշեջ հերով։ Հիմա նորից էլի գյուղատնտեսական տերմիններ է օգտագործում։ Եղանը գիտեք, չէ, որ հավաքում են խոտը։ Այդ հոսելին ում ձեռքում է ասում է, Քրիստոսի ձեռքում է։ Ասում է ինքը հավաքելու է բոլորին, ուշադրություն դարձեք, մաքրելու է այն տարածքը, որտեղ որ հավաքելու է, ցորենը շտեմարանի մեջ է առանձնացնելու, ցորեն ովքեր էին, մենք էինք հավատացյալներին, առանձնացնելու է իր տեղը, որտեղ որ պետքա լինի։ Իսկ հարդը կամ այն, որ արդեն են փոշինա, նկատի ունի արդեն խոտը, այդ մնացածը, որ պետքական չի, ծղոտը, առանձնացնելու ու այրելու է։ Այն որ իրական ճշմարիտ դարձ ապաշխարություն է ունեցել, Աստծո խոսքը խոստանում է, որ այդ մարդը այլևս դատապարտություն չի տեսնելու։ Եվ սա իրանից չի, նորից Տերն է, որ դա առանձնացնելու է, մաքրելու է, աշխատելու է քո վրա, այն գործը, որ սկսել է ավարտին հասցնելու է, որտեղ սրա մեջ իր փառքն է նորից երևալու։ Դրա համար Հիսուս Քրիստոս Հովանու 10-րդ գլխում ասեց. Հայրը ում որ տվեց ինձ, ինքը չի կորելու, որևիցե մեկը չի հափշտակ իրան իմ ձեռքերից։ Ինչի, որտեղ հայրս ամենամեծն է, ես եւ հայրս մեկ ենք։ Այդ Քրիստոսն ունենք, որ եթե ճշմարիտ դարձի գանք ապաշխարենք, Տերը կպահի մեզ, կպաշտպանի եւ մենք այլևս դատապարտություն չենք տեսնի։ Հավիտենական դատապարտության մասին խոսքը գնում։ Այո, մեր կյանքի համար պատասխանատու ենք լինելու, որտեվ այն ինչ որ տրվեց մեզ, դրա համար էլ Տերը մեզ պատասխանատվություն է կանչելու, որ այն ինչ որ ունենք, ինչպես օգտագործեցինք, ինչի համար օգտագործեցինք։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 1-ից 5 համարներն եմ ուզում կարդամ։ Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Ուշադրություն դարձեք, ասում է ոչ մի դատապարտություն չկա, որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Այլևս ծառա չենք, այլևս ստրուկ չենք, այլևս այդ դատապարտության տակ չենք, Քրիստոս մեզ ազատել է։ Այն ինչ անհնար էր օրենքի համար, այսինքն օրենքով փորձելով ապրելով, փարիսեցիներն ու դպիրները ինչ էին կարծում, օրենքը կպահենք, ցույց կտանք, Աստված էլ պտիշկեն կդնի, կասի անցար։ Ասում էսի անհնար է օրենքի համար։ Քանի որ այն տկար է դարձնում մարմինը, Աստված հնարավոր դարձեց ուղարկելով իր որդուն մեղավոր մարմնի նմանությամբ եւ մեղքի համար, եւ մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ։ Քրիստոս պետք է գար մարմնով, պետք է լիներ մարմին եւ պետք է կրեր այդ դատապարտությունը, որովհետեւ եթե կա մեղք, պետք է լինի դատապարտություն, պետք է լինի արյան թափել, որովհետեւ եթե արյունը չթափվեր, ներում չէր լինի։ Դրա համար պետք է որ Քրիստոս գար եւ Աստված այդ ճանապարհը որոշեց, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ հոգու։ Ինչի որտեվ Սուրբ Հոգով ենք առաջնորդում, արդեն հոգին է գործում մեր մեջ։ Ծիսական արարողությանը ուղղակի չենք մասնակցել, որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներն են ինչ անում, մտածում։ Իսկ ըստ հոգու եղողները հոգևոր։ Հետևաբար, երբ որ մարդը դարձի է գալի ապաշխարումը, ներսի փոփոխությունը նաև արտահայտվում է արտաքին ձևով եւ տանում է նրան, որ մենք էլ գիտենք, որ այլևս դատապարտություն չենք կրելու։ Ինչի, որովհետև Քրիստոս մեր համար խաչվեց, մեր համար մահացավ, որպեսզի ես կյանք ունենամ, որպեսզի ես ապրեմ իրանով։ Քրիստոսով ենք մենք ապրում։ Հետևաբար իրական դարձը ու ապաշխարությունը կախված չէ ծիսական արարողությունների հետ, կախված չէ մեր ազգային պատկանելության հետ, այլ կախված է միմիայն Սուրբ Հոգուց, որը որ մեզ վերստին ծնունդ է տալիս, ազատում է գալիք դատապարտությունից։ Եկեք աղոթենք ու խնդրենք, որպեսզի Տերը ների մեր մեղքերը։ Ու եթե մինչև հիմա Քրիստոսին չեմ ճանաչում, եթե մինչև հիմա Քրիստոսինը չեմ,
Գամ Տիրոջ առաջ խոստովանությամբ դարձով, ճշմարիտ խոստովանությամբ, ճշմարիտ դարձով, ու խնդրեմ, որպեսզի Տերը կյանքս փոխի։ Ինքս իմ առաջ փափուկ բարձ չդնեմ, հույսեր չփայփայեմ ասելով դե հայ եմ, հայրս, մայրս, եկեղեցի եմ գնացել, աղոթել եմ, 10 անգամ եմ աղոթել կամ ես եմ արել։ Այլ ճշմարտապես գամ Տիրոջ առաջ խոստովանությամբ ու դարձով։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս, որտեվ դու ամենակարող ու ողորմած Աստված ես։ Դու խոստացար, որ բոլոր նրանք, ովքեր որ կգան քո առաջ, խոստովանությամբ, դարձով, ապաշխարությամբ, Տեր, կներես ու կյանք կտաս, Տեր։ Եթե հավատանք կփրկվենք, եթե գանք քո մոտ հանգստություն կգտնենք, Տեր։ Ուստի աղոթում եմ, որ այցելություն անես այստեղ գտնվող ամեն մեկին, Տեր։ Դու ես սրտեր քննողը։ Դու գիտես իրապես ով է քո զավակը եւ ով ոչ, Տեր։ Ուստի այցելություն արա, դու խոսիր մեր սրտերի հետ, Տեր, որ եթե մինչև հիմա դեռևս քեզ չենք ճանաչել, մինչև հիմա ապրել ենք մեր կամքը կատարելով, Տեր, օգնի, որ ճշմարտապես գան քո առաջ աղոթքով ու խոստովանությամբ։ Սիրելի բարեկամ, եթե մինչև հիմա Տիրոջը չգիտես, եթե մինչև հիմա դեռևս կասկածներ ունես, արդյոք Քրիստոսինն ես, թե Քրիստոսինը չես, եթե ճշմարտապես ուզում ես դարձով ապաշխարությամբ գաս Քրիստոսի առաջ, կարող ես իր առաջ աղոթելով, հավատքով, հավատալով, որ այն ամեն ինչ որ ասում եմ, եթե սրտից գալիս է եւ հավատում եմ, ուրեմն կփրկվեմ։ Եթե հավատում ենք, կարող ես ասել Տեր Հիսուս, ներիր, որտեվ այսքան ժամանակ ապրել եմ իմ կամքս կատարելով։ Ապրել եմ այնպես, ինչպես որ ես եմ ցանկացել։ Խնդրում եմ ներիր ինձ եւ ողորմիր, որտեվ քո կարիքն ունեմ, որտեվ առանց քեզ դատապարտվելու եմ հավիտյան։ Աղոթում եմ, որ ներես ինձ եւ օգնես, որ որպես քո զավակ ապրեմ քո անվան ու փառքի համար։ Հավատալով, որ իմ համար խաչվեցիր եւ երրորդ օրը հարություն առար, որպեսզի քեզանով կյանք ունենամ եւ քեզ փառավորեմ։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Thank you.